Եվ որդվո և ոգվույն սրբո ամեն։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր հայ առաքելական եկեղեցվո համար այս գիրագին կգոչվի աշխարհամադրան գիրագին։ Կանաչ գիրագին ժողովրդային ակնարկությունն է ադոր, որ կրոնական հատուկ իմաստ չի գրեր։ Կրոնական իմաստը կգայանա աշխարհամադուր անունի մեջ։ Աշխարհամադուրը ակնարկությունն է Երուսաղեմի մեջ, Վերնադան մեջ հաստատված առաջին եկեղեցիին։ Առաջին եկեղեցին, որ մադրան կվերածվի։ Եվ ադի ագթարնա աշխարհի եզակի մադուրը։ Ավանդության մեջ կգոչվի նաև եկեղեցիներուն մայրը, որովհետև անի կդառնա առաջինը եւ նախապատկերը բոլոր եկեղեցիներուն։ Բայց աղբյուրը այդտեղ Երուսաղեմի Սիոն լեռան վրա այդ Վերնադունն է, ուր առաջին հերթին Հիսուս կհավաքի իր աշակերտները ընտրելու եւ այդտեղ կհաստատվի եկեղեցվո ամենամեծ խորհուրդը, հաղորդության խորհուրդը։ Այդ նույն մադրան մեջ է, որ Հիսուսի խաչելութենեն, թաղումեն եւ հարութենեն հետո Հիսուս երկու անգամ գերեւի իր աշակերտներու։ Այդ նույն մադրան մեջ, այդ նույն Վերնադան մեջ։ Եվ այդ նույն Վերնադան մեջ է, որ աշակերտները գստանան Սուրբ Օգվո էջքը, գլեցվին եւ գլիցկավորվին Սուրբ Օգիի ներկործությամբ։ Ուսի կտեսնենք, որ այդ առաքյալներուն հաստատած եկեղեցին, որ իրենց մարտիրոսությամբ գտարնա մադուր, մադուրը այդ է, մադուրը բստիկ եկեղեցին չէ, մադուրը հունարենով մարտիրիոն, մարտիրոսարանն է, հետակային այդ մարտիրոսարանները գտարնային մարտիրոսներու աջուններուն սրբադեղին, եւ անոր համար մադուր կգոչվին։ Եվ որովհետև առաքյալներուն եկեղեցիներ ադիգա, եւ առաքյալներ իրենք մարտիրոսացան, դարձավ աշխարհամադուր։ Որովհետև անուղագի ցևով այդ առաքյալները, երբ մարտիրոսացան, իրենց անմիջական եկեղեցին Վերնադունը դարձավ ոչ միմիայն սովորական առումով հավաքավայր, այլ դարձավ մարտիրոսարան։ Եվ այսօրվան այս խորհրդին ընդմեջ են շատ գեղեցիկ կերպով այսօրվա ավետարանի նյութ այնպես մգանտրատարն այդ ճշմարտության, որ կգարձեմ, որ կարելի չէ մարդկային բանականությամբ միմիայն իրարու առնչել, այլ Սուրբ Օգու ներկործությամբ է, որ պիտի տեսնենք, որքան խորքային կերպով մեր եկեղեցվո հայրերը այս ընթերցումը ընդրած են այս օրվան համար։ Եվ ավետարանի ընթերցումը հետևյալն է։ Նիկոդեմոս անունով փարիսեցի մարդ մը հրյա իշխանը, ղեկավարը, իշխան է որսենք թակ ազնվական ասավորություն մտքերից պիպեր է, ղեկավարը, որ գիշերով Հիսուսիկով եկավ եւ ըսավ անոր. Վարդապետ, գիտենք, որ ցուն Աստուծո գոմե ղրգված ուսուցիչ մնես, որովհետեւ ոչ ոք կրնա կործել ու կատարած հրաշքներդ, եթե Աստված անոր հետ չլա։ Հիսուս պատասխանեց անոր. Լավ գիտիր, որ եթե մեկը վերստին չծնի, չի կրնար տեսնել Աստուծո արքայությունը։ Նիկոդեմոս հարցուց անոր. ձեր մարդը ինչպես կրնա ծնիլ,
Գարելի բան է միթե որ անգրգին մտնե իր մորը որովայնի եւ ծնի։ Հիսուս պատասխանեց. հաստատ գիտիր, որ եթե մեկը ճուրեն եւ հոգիեն չծնի, չի գարնար Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմինեն ծնածը մարմին է, իսկ հոգիեն ծնածը հոգի։ Տուն մի զարմանար, որ քեզի եսի թե պետք է վերստին ծնիք։ Հովը ուր որ ուզե գպչե, թունանոր սայնը գլսես բայց չես գիտեր թե ուր գեգ ու քա եւ ուր գերթա։ Նույնպես են բոլոր անոնք, որոնք հոգի են գծնին։ Նիկոդեմոս հարցուց. ինչպես կրնա բադահի լադիգա։ Հիսուս պատասխանեց. Թուն, որ Իսրայելի ժողովրդին վրա ուսուցիչ կարգված ես, ադիգա չես գիտեր։ Լավ գիտիր, թե ինչ որ գիտենք կխոսենք եւ ինչ որ տեսանք անոր մասին կվկայենք, բայց մեր վկայությունը դուք չեք ընդունիր։ Եթե երկրավոր բաներու մասին խոսեցած եզի եւ չեք հավատար, ինչպես պիտի հավատաք ինձի, եթե երկնավոր բաներու մասին խոսի։ Այս դողերը այնքան խորք ունին իրենց մեջ սիրելի քույրեր եւ եղբայրներ, որ եթե անդրադառնամ անոր բարերուն յետին գանկնած ամեն իմաստի, կգարձեմ, որ մենք ժամերով այստեղ կրնանք մնալ։ Բայց եկեք, թեկուզ հբանցիկ գերբով անդրադառնանք, թե այսօր այս ավետարանի թրվակը ինչ պատկամ ունի մեզ յուրաքանչյուրի։ Բոլորս լսած ենք Նիկոդեմոսի այս թրվակին մասին։ Եվ այստեղ ավետարանիչը Հովհաննես հատուկ գերբով գնշե երևույթը։ Գսե Նիկոդեմոս անունով հրյա ղեկավարը փարիսեցի քիշերով մութին մեջ Հիսուսի գուկա։ Հիսուսի գտիմ է, Հիսուսի հետ կխոսի։ Այստեղ սիրելիներ բարձաբես ֆիզիկական մութին մասին չէ որ գակնարգե ավետարանիչը։ Ավետարանիչը գակնարգե այդ օրվան հրյա ղեկավարներուն սրդին, հոգիին, աչքի գուրությունը, մտությունը անոնց մտքին։ Որովհետև նայեցեք, այդ հրյա ղեկավարը գրոնակաղաքական Սինեդրինի անդամ, որ ինք պետք էր գիտնար ամբողջ սուրբ գիրքերը, գարթացած, սուրված, կոսկիցած լար այդ բոլորը, գուկա Հիսուսին նայեցեք ինչ կսե, վարդապետ, գիտենք կսե, որ թուն Աստուծո մեջ հրգված պետք է լաս, որովհետև բաներ գնես, հրաշքներ կգործես, աղոր բաներ կխոսիս, եւ ուսի այսպիսի բաներ գադարողը անպայման որ պետք է Աստուծո մեջ եկած լա։ Բայց գուրությունը նայեցեք սիրելիներ։ Ինք որ հրյա ուսուցիչ է եւ Հիսուս կտեսնենք ինչպես գայբանես ինքսելով թուն որ ուսուցիչ ես, այլ խոսքով փագակիցի մեջ Հիսուս իրեն գսե դագավին չգիծար Նիկոդեմոս թե ես ով եմ եւ զիս կթիմես որպես լոկ վարդապետ եւ մեկը որ Աստուծո մե օրհնված էր։ Մենք ալ սիրելիներ մեր կյանքի ընթացքի թեկուզ որ մգրդված լանք, թեկուզ որ անդամակցած լանք Սուրբ Եկեղեցիին, Հիսուսին նկատմամբ մեր գիտությունը մագերեսային է։ Այսպես։ Խորքային ծանոթություն չունենք մենք Հիսուսին հետ, Հիսուսին առնչությամբ։ Գճանչնանք Հիսուսը լսել է։ Քարոզներու միջոցով, պատկաններու միջոցով, YouTube-ի միջոցով, կամ լավագույն բարակային ավետարանը եւ Աստվածաշունչը գարթալու միջոցով։ Բայց եթե այստեղ ավետարանի բառերը մենք ախորժակով չենք ճաշակել, չենք փնտրել ճշմարտությունը, չենք ուզեր ճանչնալ քեղեցկորեն,
հարազատ կերպով Քրիստոսը եւ զինք ապրիլ մեր կյանքին եւ սրդին մեջ, ուստի մեր ծանոթությունը գլադ Նիկոդեմոսի ծանոթությանը պես։ Գիտենք, որ Հիսուս աղվոր խոսքերը ասած է, լսած ենք իր մասին, որ լավ անձնավորություն ուներ եւ այդ կան։ Բայց խորքային ծանոթություն չունենք եւ անոր համար Հիսուս այսօր այս խոսքը ոչ միայն Նիկոդեմոսին, այլև մեզի ուղղեր։ Մեզի գսե, որ հովը ուր որ ուզեհոն գպչե, թունանոր ցայնը գլսես, բայց չես գիտեր թե ուր գեգուքա եւ ուր գերտա։ Այս խոսքը շատ կգարտանք, շատ կլսենք։ Հիսուսի խոսքը, սիրելիներ, այս հովի խոսքը, հով իմիջայլոց, բարձաբես հովը չէ, փնության մեջ, դուրսը օդի մեջ փչած հովը չէ, հովը նաև եբրայերեն եւ հունարեն կնշանակի հոգի, եւ այս խոսքին մեջ Հիսուսի ագնարգությունը սուրբ հոգին է, ճշմարտության հոգին է, եւ գսե որ ցուն որ ուսուսիչ չես գիտեր թե հոգին որ իմ մեջս է, Հիսուս գսե չես գիտեր որ ուր գեգուքա եւ ուր գերտա։ Այլ խոսքով դակավին Հիսուս իրեն գայբանե եւ գսե չես գիտեր որ այդ հոգին եւ ասուզո հոգին էջկը իմ մեջս է, չես գիտեր որ ես Ուրգե եկա, չես գիտեր, որ ես միածինն եմ, և ոչ միայն վարդապետը, ոչ միայն փիլիսոփամը, մարգարեը Աստուծո կողմ է։ Եվ չես ալ գիտեր, թե իմ առաքելությունս ինչ է, թեպի ուր գերտամ, չեմ երթար թեպի քահ, չեմ երթար թեպի թիրք և բաշտոն, չեմ երթար թեպի փառապանություն, երթամ թեպի չարչարանք, դարաբանք, խաչելություն, քերեզման եւ հարություն։ Այստեղ սիրելիներ սակայն այն բաժինը ուր սերդորեն գարնչվի եկեղեցու հաստատումին հետ, այդալ այս է։ Գսե լավ գիծիր, որ եթե մեկը ճուրեն եւ հոգիեն չծնի, չի գրնար Աստուծո արքայությունը մտնել։ Այլ խոսքով թրսեցի կմնաս Նիկոդեմոս, եթե ճուրեն եւ հոգիեն չծնիս։ Հիմա թարեր շարունակ զանազան քարոզիչներ, զանազան հարամբանություններ, դարբեր բացատրություններ դված են այս բարերուն առնչությամբ։ Եվ անոր համար վերջին դարիներու եւ վերջին ցարու փողոքականյան գարմշարժումներ այս դողին գուտան դարբեր ընկալում։ Գսեմ որ մգրդությունը երևի լավ է, բայց հոգիեն ծնիլը կգադարվի յանքի մեկ այլ դարբեր հանքրվանին, երբ հանգարց կանտրաթարնանք, որ Հիսուս գոյություն ունի։ Ասիկա գապ չունի բայց Հիսուսի խոսքին հետ։ Շատ գեղեցիկ է սիրելիներ։ Հունարեն տեքստը երբ որ կփանանք, այդտեղ գսե այս խոսքը X հուդատոս կե պնևմատոս։ Այսինքն չսեր X հուդատոս կե X պնևմատոս։ Մեկ X կա այդտեղ, from the water and the Spirit. Ոչ է from the water and from the Spirit. Մեկ եղելության մասին գակնարգ է, ոչ է երկու դարբեր եղելություններու, ճուրով մգրդության և հետակային հոգիի մգրդության մասին, ոչ։ Պնակիրը շատ հստակ է սիրելիներ և այլ դեղեր շատ հստակ կթարնա, որ այս ավազանին միջոցավ է, որ մենք կանթամակրվինք Հիսուսի թագավորության, բայց վայ մեզի, որ գիտակցությամբ չենք մոտենար այս ավազանին։
այդ ջուրը, որ գտապվի երեխային կամ երիտասարդին վրա, ոչ թե սովորական առումով սիմվոլ մնե, որ մենք կգադարենք սովորություն մլեցնելու համար։ Այդ ջուրը տեսանելի նշանն է Սուրբ Հոգվո էջքի։ Մգրտությունը գենթանացնող խորհուրդն է։ Ոչ միայն գանթամակրվի սովորական առումով Աստուծո ընտանիքին, այս Սուրբ Հոգին այդ ջուրի խորհրդին եւ նշանին ընդմեջեն, այդ աղոթքով, այդ խորհուրդով գիչնե եւ գփնագի ու կյանքիդ մեջ։ Բայց Աստուծո Հոգին ինքզինք չի բարդատրել մարդուն վրա։ Մենք է որ այդտեղ երեխան թաստիարակելով, աջեցնելով Սուրբ Հոգու ներկայությամբ, կամ երիտասարդի բարակային սորվեցնելով, ուղելով, թաստիարակելով, աղոթական, եկեղեցական կյանքին մոդիկ բահելով, այդպես է որ արիթ պիտի տանք, որ այդ անձը ագանչ դա իր մեջ արդեն իսկ փնագող Աստծո Հոգին։ Բայց ինչ կնենք մենք այսօր։ Մգրտությունը մեզ համար դարձած է սովորական մեկ երևույթ։ Գուքանք լավակույն հագուստներով, գուքանք միմիայն մենքս մեզ ցուցադրելու, բայց ոչ մեկ ուշադրություն գուտանք այդտեղ կատարված խորհրդին, չենք անդրադառնալ, որ երբ Տիրոջ այս մեծակույն խորհուրդներեն մեկուն առջև երբ անպատրաստ կգենանք, անվայելուչ կերպով կգենանք, մենքս մեզ դատապարտած կլանք։ Անոր համար է, որ հանգարց մեր երիտասարդները, երբ որ փոքրուց իրենց տան մեջ ճիշտ դաստիարակություն չեն ստանալ կրոնական եւ եկեղեցական, Աստվածաշունչին ծանոթ չեն ըլլար, հանգարց երբ որ կյանքի պայմաններով, օրմը դարբեր սևերով, դեղյակ կդառնան Քրիստոսի մասին, կսկսին սիրել Քրիստոսի ճշմարտությունը, կգարձեն, որ ահավասիկ այս է Սուրբ Հոգվո մգրտությունը։ Ոչ։ Սուրբ Հոգվո մգրտությունը կատարվեցավ մգրտության ժամանակ, բայց մենք ագանց չդվինք այդ հոգին։ Մենք ուշադրություն չդարձուցինք այդ հոգին։ Մեր մեջ հոգին մնաց, բայց զսպեցինք այդ հոգին։ Մենք ուզեցինք մեր կյանքը ապրիլ այնպես ինչպես որ ես պիտի ուզեմ, ոչ ինչպես որ Աստված կուզե ինձ մեն։ Ագանչս կոչեցի Աստուծո գոչին եւ գանչին առաջ։ Բայց փառք Աստուծո, որ Սուրբ Հոգին գա եւ կգործե եւ մեր մեջ է։ Եվ իմաստուն են բոլոր անոնք, որոնք ագանչ կուտան այդ գանչին եւ գոչին, նախքան ուշ ըլլալը կհետևին այդ գոչին եւ իրենց վերստին կբարուրեն այնպիսի ֆայելուչ կերպով, որ պիտի ապրեին առաքյալները եւ սուրբերը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ժամանակն է կգարձեմ, որ մենք բոլորս այս աշխարհամադրան խորհրդին ընդմեջ են, մեր ուխտը վերանորոգենք Աստուծո հետ։ Մենք ուխտի ժողովուրդ ենք, ոչ թե հայեր, մենք որպես քրիստոնյա ուխտի ժողովուրդ ենք։ Ուխտի ժողովուրդ կնշանակե գիտակից բարդավորություններ ունենալ, մեր անձի նկատմամբ, մեր նմանին նկատմամբ եւ Աստուծո նկատմամբ։ Բարդականություններ ունենք, որ մենք պետք է ամենօրյա թրությամբ իրագործենք մեր կյանքի ընթացքին։ Որպես ուխտի ժողովուրդ, եթե գուզենք, որ Աստուծո թագավորության թռները մեր առջև լայն փածվի, եւ Աստուծո ճշմարտությունը, լույսը եւ հույսը հեղեղե մեր կյանքը եւ մեր էությունը, վերանորոգե մեզ,
այլագերբե մեզ։ Ուրեմն սիրելիներ, ժամանակն է, որ մենք վերանորոգենք այս ուխտը, հիշենք, թե մենք ով ենք և հիշեցնենք, թե մենք որու կպատկանենք, ով է մեր առաջնորդը, ով է մեր դերը, մեր ստեղծիչը, մեր Աստվածը։ Ուստի սիրելիներ, փորձենք այլևս եկեղեցվող խորհուրդներում նկատմամբ ավելի գիտակից մասնակցություն բերել։ Այստեղ կատարվածները գախարդություն չեն, հավատացեք։ Աստծո շնորհքը պատրաստ է թափելու բոլորին վրա, հեղելու բոլորի կյանքը, վերանորոգելու ամեն անձնավորություն, մեծ թե փոքր, հարուստ թե աղքատ, դգար կամ զորավոր, բայց փավ է, որ մենք անդրադառնանք, որ մութին մեջ ենք և գուզենք մութեն դուրս գալ, գուզենք լույսին երթալ, և եթե գուզենք այստեղ կրված խոսքերը կյանքի վերածվին, այստեղ կրված պատկանները հասկանալ և ընկալել, ուրեմն մենք պետք է այս ուխտը վերանորոգենք։ Թողնենք մեկտի ամեն բան, որ մեզի հեռու կտանի այդ ուխտի և ուխտավորի ճանապարհորդութենեն։ Այստեղ գիտեք ինչու գսե Հիսուս մարմինեն ծնածը մարմին է, իսկ հոգիեն ծնածը հոգի։ Որովհետև Նիկոդեմոս որպես հրյա կգարձեր, որ ինք որպես Աբրահամի զավակ, այն սերունդեն շեղած, սերունդեն սերած ներողություն։ Ինք ուրեմն Աստծո թագավորության մաս կգազմե։ Բայց Հիսուս իրեն գսե մարմինեն ծնածը մարմին է, այսինքն քու հրյա ըլլալ չըլլալդ ոչ մեկ արժեք ունի այս առնչության։ Ուստի դու գոչված ես դիրոջ հոգիին փանալ քու սիրտդ, մգրդվին ճուրով և հոգիով, ճուրինդ մեջ են քու ստացած հոգիի հեղումով, և այդ հոգիին ագանչ դալով, դու պետք է վերավորակավորես քու կյանքդ որպես Աստծո թագավորության պատկանող անհատ, հավաքականություն և ժողովուրդ։ Ուստի ինչ որ ունենք այլևս սիրելիներ, նախքան մեր կործելը, նախքան մեր խոսիլը, նախքան մեր արտահայտվելը, դժվար է բոլորս մեր դգար գետերը ունենանք մեր կյանքի մեջ։ Բայց եկեք ամենօրյա թրությամբ հարց տանք մենք մեզ և ասենք, այս ինչ որ պիտի խոսիմ և ինչ որ պիտի անեմ, արդյոք պատիվ կբերե ինձի որպես Աստծո թագավորության անդամ։ Այս խոսքով կթողում ձեզ սիրելիներ և այսօրվան այս պատգամը կփակեմ, թող որ Տիրոջ օրհնությունը, իմաստությունը արադապես հեղի մեր բոլորին վրա, որովհետեւ մեր այս ուղեղներուն մեջ այնպես արմատավորվի ճշմարտությունը, որ այլևս Քրիստոսի ներկայությունը անբաժան ըլլա մեր բնութենեն, մեր էյութենեն։ Եվ միմիայն սիրելիներ, միշտ հիշենք և հիշեցնենք։ Փառքը, պատիվը մեզի չեն պատկանիր։ Կպատկանի միմիայն մեր Տիրոջը ստեղծիչին, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից։ Ամեն։